Կինոսրահ։ Ողջույն, Արմ ռադիո եթերում կինոսրահն է։ Ամառային թեժ օրերն առջևում են, իսկ դա նշանակում է, որ աշխարհի կինոթատրոնները ձեզ համար աշխատելու են գրեթե անդադար։ Նման կինոտոն էլ Երևանին է սպասվում հուլիս ամսին։ Հուլիսի 8-ից 15-ը Երևանում կմեկնարկի Ոսկե ծիրան 9-րդ միջազգային կինոփառատոնը։ Լսեք այսօրվա կինոնորությունները, որից հետո կանդրադառնամ ռուս հանրահայտ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին։ Կինոնորություններ։ Ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մանը կգլխավորի այս տարվա Վենետիկի միջազգային կինոփառատոնը։ Վենետիկի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը։ Կինոփառատոնի պաշտոնական ծրագիրը կհրապարակվի հուլիս ամսին։ 2011-ին Ոսկե առյուծը, որը կինոփառատոնի գլխավոր մրցանակն է համարվում, բաժին էր հասել Ալեքսանդր Սոկուրովի Ֆաուստ ֆիլմին։ Մոսկովյան 34-րդ կինոփառատոնը հրապարակել է իր ծրագիրը։ Ժյուրին գլխավորելու է բրազիլացի հայտնի ռեժիսոր Էկտոր Բաբենկոն։ Մրցութային ծրագրում ներկայացված է 15 կինոնկար։ Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվեն Հիչկոկի Թռչունները, Նորման Ջուիսոնի Հիսուս Քրիստոս Սուպերաստղ, Մարտին Սկորսեզեի Ջորջ Հարիսոն եւ Վերներ Հերցոգի ֆիլմերը։ Կինոփառատոնի օրերին տեղի կունենան հանրահայտ գերմանացի եւ ամերիկացի ռեժիսոր Էրնստ Լյուբիչի եւ հոնկոնգցի ռեժիսոր եւ նկարիչ Յուն Ֆանյայի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։ Փառատոնը տեղի կունենա հունիսի 21-ից 30-ը։ Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը ռեժիսոր Դեվիդ Լինչին դոկտորի գիտական կոչում կշնորհի։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 13-ին Լոս Անջելես քաղաքում։ Այդ օրը նման կոչման կարժանանա նաև Մել Բրուքսը։ Հետաքրքիրն այն է, որ այս երկուսը տարիներ առաջ համագործակցել էին միասին Մարդ փիղի կինոնկարում որպես պրոդյուսերներ, որի ռեժիսորը Դեվիդ Լինչն էր։ Ռեժիսոր Տարսեմ Սինգը ֆիլմ կնկարահանի հայտնի վենետիկյան ճանապարհորդ Մարկո Պոլոյի մասին։ Պատմական դրաման, որ ներկայացնելու է 13-րդ դարի վենետիկյան վաճառական եւ ճանապարհորդ Մարկո Պոլոյին, որը երկար տարիներ ճամփորդել է Արևելյան Ասիայով, կդառնա ամերիկյան եւ չինական կինոընկերությունների համատեղ արտադրությունը։ Ֆիլմի պրոդյուսերների խոսքով կինոնկարը նպատակ ունի Արևելքն ու Արևմուտքն իրար միավորել։ Ֆիլմը կնկարահանվի անգլերեն լեզվով։ Նկարահանումները կսկսվեն այս տարվա վերջ եւ տեղի կունենան ներքին Մոնղոլիայում։ Ֆիլմում կնկարահանվի չին հայտնի դերասանուհի Գուն Լին։ Александр Сокуров. Сначала было дерево, осеннее дерево. Оно потеряло листву, и были желтые мелкие плоды, оставленные для птиц зимой. И уже пошел снег. Ռուս հանրահայտ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը ծնվել է Իրկուտսկի շրջանի Պոդորվիխա գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա 1968-ին ընդունվում է Գորկու անվան համալսարանի պատմության բաժինը։ Համալսարանում սովորելու տարիներին զուգահեռ աշխատում է նաև հեռուստատեսությունում որպես ռեժիսորի օգնական։ Իսկ 18 տարեկանում արդեն իր հեռուստատեսային առաջին ֆիլմն է նկարահանում։ Գորկու հեռուստատեսությունում աշխատելու տարիներին մթնոլորտը Սոկուրովի շուրջ գնալով թեժանում էր, քանի որ չէին ընդունվում նրա ֆիլմերը եւ կինոստուդիայի ղեկավարությունը դա մեկնաբանում էր նրանով, որ հեղինակը քաղաքական ենթատեքստ պարունակող ֆիլմեր է նկարահանում։ Չցանկանալով այլևս աշխատել կինոստուդիայում նա ազատվում է աշխատանքից եւ ընդունվում Վգիկ Ալեքսանդր Զգուրիդի արվեստանոց։ Սոկուրովն երբեմն զրույցների ժամանակ խոստովանում է, որ իր կինոինստիտուտ ընդունվելը շատ պատահական է ստացվել։ Կինոինստիտուտում սովորելու տարիներին Սոկուրովը ստանում է Էյզենշտեյնի անվան կրթաթոշակ։ Դեռ ուսանողության տարիներին նա մեծ հեղինակություն էր վայելում որպես երիտասարդ խոստումնալից ռեժիսոր, եւ այս ուսանողական ընկերությունից էլ սկսվում են Սոկուրովի եւ նրա ապագա օպերատոր Սերգեյ Յուրիզդիցկիի եւ սցենարիստ Յուրի Արաբովի համագործակցությունը։ 1979-ին նա ստիպված էր ժամկետից շուտ հանձնել պետական ավարտական քննությունները կինոինստիտուտում ինստիտուտի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով։ Սոկուրովի առաջին գեղարվեստական կինոնկարը Մարդու միայնակ ձայնը, որը նա նկարահանեց 1978-ին ռուս հայտնի գրող Պլատոնովի գրած պատմության հիման վրա, մի քանի հեղինակավոր միջազգային կինոփառատոներում կարևոր մրցանակ ստացավ, սակայն մեծ կոնֆլիկտ առաջացրեց կինոինստիտուտում եւ այս կինոնկարը ինստիտուտի ղեկավարության կողմից չընդունվեց որպես դիպլոմային ֆիլմ։
Իր առաջին կինոնկարում Սոկուրովը կինոդիտողին է ներկայանում որպես հասունացած արվեստագետ, իր կինեմատոգրաֆիական հատուկ էսթետիկայով, իրեն բնորոշ կինոյական նշաններով, երկար պլաններ, իմաստային շեշտերը արտահայտելու համար հորինված երկար ժամանակ, տարածքային վիճակի շերտավորում, խաղարկային եւ վավերագրական հատվածների միաձուլում, դերասանի եւ ոչ պրոֆեսիոնալ դերասանի խաղերի համատեղում։ Երիտասարդ ռեժիսորի այս տարօրինակ փիլիսոփայությունն ու էսթետիկան անընդունելի համարվեց ինստիտուտի կողմից։ Եվ հենց այս ժամանակ հատկապես կարևորվում է այդ ժամանակ արդեն մեծ հեղինակություն վայելող ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու օգնությունը երիտասարդ ռեժիսոր Սոկուրովին։ Նրանց ընկերությունը չի դադարում նույնիսկ երբ Տարկովսկուն արտաքսում են երկրից։ Տարկովսկու երաշխավորությամբ 1980-ին Սոկուրովն աշխատանքի է անցնում Լենֆիլմ կինոստուդիայում որպես ռեժիսոր, որտեղ նաև նկարահանում է իր խաղարկային ֆիլմերը, զուգահեռ համագործակցում է Լենինգրադի վավերագրական կինոստուդիայի հետ, որտեղ տարբեր ժամանակներում ստեղծվել են նրա գրեթե բոլոր վավերագրական ֆիլմերը։ 1980-ականների վերջին Սոկուրովի նկարահանած խաղարկային եւ վավերագրական ֆիլմերը դուրս են գալիս վարձույթ եւ մասնակցում տարբեր միջազգային կինոփառատոների, որոնք մեծ հաջողությամբ ներկայացնում են ռուսական կինոն։ 1998-ից 99 թվականներին հեռուստատեսությունում ռեժիսորը հաղորդաշար էր վարում Սոկուրովի կղզին, որտեղ խոսում էին կինեմատոգրաֆիային եւ մշակույթին վերաբերող հարցերի մասին։ Ինձ համար տարբերություն չկա վավերագրական եւ խաղարկային կինոյի միջև։ Եթե ինձ զրկեն վավերագրական կինո նկարելուց եւ ստիպեն, որ միայն խաղարկային ֆիլմեր նկարեմ, ես երևի թե չկարողանամ որպես ռեժիսոր այլևս ստեղծագործել, ասել է ռեժիսորը։ Սոկուրովի այդ թվականի ֆիլմերը կարծես նվիրված լինեն ժամանակակից աշխարհին, երիտասարդ այն հերոսին, որ ապրում է սոցիալական ռեժիմի շերտերից մեկում, որը հեղինակի կողմից դիտարկվում է որպես գոյության կատակլիզմ։ Նրա խավարման օրերը, երկրորդ շրջան, քարը ֆիլմերը իրար են կապվում մեկ ընդհանուր գծով՝ մարդու գոյության հարցը։ Այս տարիների վարչական ու սոցիալական ծանրչնշումները, որն իր վրա զգում էր գրեթե ցանկացած ռուս քաղաքացի, Սոկուրովի կողմից դիտարկվում է որպես գոյության փակուղի, որից միակ ելքը տրամաբանական մտածողության սահմաններից այն կողմ է գտնվում։ Սոկուրովն իր հաջորդ ֆիլմը «Խավարման օրերը» նկարահանում է Ստրուգացկի եղբայրների աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ ֆանտաստիկ պատմության հիման վրա։ Այս երեք ֆիլմերն էլ նկարահանված են իրական ինտերիերներում, վավերագրական կինոյին բնորոշ տարրերով։ Սոկուրովն իր հայտնի «Մոլախ» եւ «Ցուլ» ֆիլմերը, որ Հիտլերի եւ Լենինի մասին էին, վառ շեշտադրումներով ներկայացնում է իշխանություն ունեցող մարդու ողբերգությունն ու միայնությունը։ 20 տարիների ընթացքում նկարելով 40 խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, ռեժիսորը շարունակում է իր սեփական կինոլեզվի փնտրտուքները։ Նրա համար գլխավորը դեռ մնում է թաքնված։ 2002-ին կինոյի պատմության մեջ առաջին անգամ Սոկուրովը նկարահանում է մեկ կադրով եւ առանց որևէ մոնտաժային միջամտության ֆիլմը «Ռուսական տապանը», որտեղ էկրանային ժամանակը բաժանվելով ընդգրկում է ռուսական պատմության 300-ամյակը, որի ուրույն վկան է Էրմիտաժը, ռուսական գլխավոր թանգարանը, ռուսաստանյան մշակույթի եւ պատմության կարևորագույն տարածքը։ Ֆիլմում նկարվել են 2000 դերասան, Էրմիտաժի 33 սենյակ, 3 կենդանի նվագախումբ է հանդես գալիս, եւ այս ամենը նկարվել է մեկ կադրով։ 2000 թվականին Սոկուրովը նկարահանում է «Էլեգիա ճամփորդության մասին» փաստագրական մի պատմություն կինոխմբի մասին, որը Սանկտ Պետերբուրգից մեկնում է Ռոտերդամ, հոլանդական միջնադարի ամենագեղեցիկ նկարներից մեկը Ռոտերդամի թանգարանում նկարելու համար։ Այս կինոնկարը ամենաանձնական եւ քնարական պատմություններից մեկն է ժամանակակից կինեմատոգրաֆում։ 1995-ին Եվրոպական կինոակադեմիայի որոշմամբ Ալեքսանդր Սոկուրովի անունը ընդգրկվեց աշխարհի 100 լավագույն կինեմատոգրաֆիստների ցուցակում։ 2011-ին Վենետիկի կինոփառատոնում նրա «Ֆաուստ» կինոնկարը արժանացավ գլխավոր մրցանակին։ Նրա բոլոր ֆիլմերն էլ բազմաշերտ են եւ կարծես իրարից բխող անկանխատեսելի պոեզիայի օրինակներ լինեն, որոնք կազմում են Սոկուրովի ստեղծագործական ամբողջության խճանկարը։ Այսօրվա համար այսքանը, մինչ հանդիպում։